Գիտեք, որ հենց հիմա երկնքում գտնվող այդ լուռ հսկան գաղտնի կերպով կառավարում է ձեր վարքագիծը, ձեր քունը եւ նույնիսկ ձեր ագրեսիան։ Սա առասպել չէ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը արդեն պաշտոնապես լրացուցիչ ուժեր է դուրս բերում փողոց հենց այն գիշերներին, երբ լուսինը լրիվ է, որովհետև վիճակագրությունը սարսափեցնող է։ Լիալուսնի ժամանակ բռնությունն ու խելագարությունը պայթում են։ Գիտնականները տարիներ շարունակ ծիծաղում էին այս մտքի վրա, բայց Շվեյցարիայում կատարված մի փորձ փոխեց ամեն ինչ։ Մարդկանց փակեցին մուտսենյակում, որտեղ նրանք չէին տեսնում լուսինը։ Եվ ինչ պարզվեց։ Լիալուսնի ժամանակ մեր ուղեղում քնի հորմոնի մելատոնինի մակարդակը կտրուկ ընկնում է։ Մենք ավելի վատ ենք քնում, ավելի դժվար ենք հանդարտվում եւ դառնում ենք դյուրակրգիր։ Մեր մարմնի մեջ կա մի ներքին լուսնային ժամացույց, որը հազարամյակների պատմություն ունի, բայց ամենասարսափելին կենդանական աշխարհում է։ Աֆրիկյան առյուծները հենց լիալուսնի փուլից հետո են ամենավտանգավորը դառնում մարդկանց համար, որովհետև լուսավոր գիշերներին նրանք չեն կարողանում որս անել, սովածանում են, եւ հենց լուսինը մի փոքր մտնում է, նրանք սկսում են որսալ ամենահեշտ թիրախին՝ մարդուն։ Նույնիսկ ձեր տան շներն ու կատուները լիալուսնի օրերին 25%-ով ավելի հաճախ են ստանում վնասվածքներ։ Մեր պապերը սա գիտեին դեռ հազարավոր տարիներ առաջ։ Հինդուիստական տեքստերում ասվում է, որ լուսինը ծնվել է տիեզերական մտքից։ Հայկական հավատալիքներում լուսինը թագավոր էր, ում պետք էր հարգել եւ երբեմն էլ վախենալ նրանից։ Մեր մեծերը երեխաներին թաքցնում են լուսնի լույսից, որպեսզի նրանք լուսնահարց չդառնան։ Այսօր մենք կարծում ենք, թե տեխնոլոգիաների դարում անկախ ենք բնությունից, բայց տիեզերական ռիթմերը շարունակում են թելադրել իրենց կանոնները։ Իսկ դուք նկատել եք, որ լիալուսնի օրերին ձեր կամ ձեր մտերիմների տրամադրությունը տարօրինակ կերպով փոխվում է։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Արդյոք ձեզ հետ պատահել է որևէ անբացատրելի բան հենց լիալուսնի ժամանակ։ Չմոռանաք լայքել տեսանյութը եւ բաժանորդագրվել Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։